այն ինչը որ քեզ հաճելի է, դա ուրանաս, թողես դա, հրաժարվես դրանից եւ խոնարհվես Տիրոջ առաջ։ Եվ ինչ անես։ Եվ Տեր Հիսուսը կիսատ չթողեց։ Անձը ուրանալուց հետո ասեց. վերցնես քո խաչը եւ ամեն օր եւ իմ հետևից գաս։ Ժողովուրդ, տեսեք, ինչ է նշանակում խաչ։ Նեղություն, տառապանք, դժվարություն, ցավ, հիվանդություն, մերժում հարազատներից, մերժում բարեկամներից, մերժում ընտանիքից, մերժում եղբայրներից, մերժում քույրերից եւ այլն, այսպիսի բաներ, վերջում էլ այս կյանքից հրաժարված, այս կյանքի համար մահացած, հա, խաչ նշանակում մահ, վերջը մահն է, այս կյանքի համար մահացած, այս կյանքը քո համար վերջացած լինի, որովհետև Գաղատացիների 5-րդ գլուխ 24 համարը սիրելիներ այդպիսի տեղ է գրված, ես կուզենամ կարդամ այդ տողերը, բայց նրանք, որ Քրիստոսինն են, իրենց մարմինը խաչը հանեցին կիրքերով, ցանկություններով միասին։ Եվ 6-րդ գլխի մեջ 14 համարը այսպես ասում. սակայն ինձ քավրիցի բարձենալ, բայց միայն մեր Տեր Հիսուս Քրիստոսի խաչով, որ նրանով աշխարհը ինձ համար խաչված է եւ ես էլ աշխարհին։ Սիրելիներ, սա այս աշխարհի մասին է խոսում։ Սա խոսում է, որ մարդը պետք է համաձայնվի, համակերպվի եւ քայլի այն բոլոր տառապանքների միջով, այն բոլոր նեղությունների, ցավերի, խնդիրների միջով պիտի քայլի, բայց չպիտի թուլանա։